Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքական գիտությունների դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանին։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Չնայած Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությանը, այնուամենայնիվ Ուկրաինայի նախագահը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել հանքային պաշարների համաձայնագիրը։ Ինձ հետաքրքիր է ձեր վերլուծությունը, ինչու տեղի ունեցավ այդ միջադեպը, եթե միաժամանակ Զելենսկին շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը կենսական է իր երկրի համար։ Գիտեք ինչ, այս սկանդալի ամբողջ ընթացքում մի միտք էր ինձ հետապնդում, ես մտածում էի, ախր ինչու մենք հայերս այսօրվա մեր Հայաստանը Զելենսկու նման ղեկավար չունի, եթե ունենայինք, այսօրը չէինք հասնի։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ ձեր հարցին։ Գիտեք ինչ, ընդհանուր առմամբ ես սկզբից իհարկե շատ մտահոգված էի, ինձ համար դա իհարկե շատ անսպասելի հարված էր, այսպես կասեի, որովհետև մենք միշտ ընկալում էինք Միացյալ Նահանգները որպես Ուկրաինայի ամենագլխավոր, ամենաառաջադեմ, ամենահզոր պաշտպան եւ դաշնակից ու հանգարց արի ու տես, որ դա այդպես չէ։ Մենք տեսանք, որ Թրամփը եւ փոխնախագահ, մասնավորապես փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փաստորեն Պուտինի երգն էին երգում։ Այսպես նոտաները դրել էին դեմները ու պուտինյան երգ էին երգում։ Բայց հետո ես եկա մեկ այլ մտքի, ավելի դրական, ավելի այսպես հանգստացնող, որ դա շատ լավ էր։ Իրականում որպես արդյունք դա շատ լավ արդյունք էր։ Ինչու՞, որովհետև գիտեք, երբ թարախակալված բուրգը, ուռուցքը շարունակում է մնալ այսպեսին, շարունակում է մեծանալ, շարունակում է այդ թվում նաև ինչ-որ արմատներ գցել օրգանիզմի մեջ, դա շատ վատ է ընդհանուր օրգանիզմի համար։ Եվ որքան շուտ այդ բուրգը պայթի, այնքան ավելի ձեռնտու է ամբողջ օրգանիզմի առողջացման համար, որովհետև օրգանիզմը ավելի հեշտ ու ավելի արագ է վերակենդանացվում եւ անցնում իր բնական այսպես վիճակին։ Ո՞վ է թարախային այդ։ Թարախայինը այստեղ դե իհարկե համար 1 թարախը դա Պուտինն է, ինձ համար այստեղ ոչ մի կասկած չկա։ Բայց եթե սկզբում մի քանի շաբաթ առաջ կամ գուցե մի քանի ամիս առաջ ես մտածում էի, որ Պուտինը ունենալով այսպես կոչված կոմպրոմատներ Թրամփի վերաբերյալ, հիմնականում ես կարծում էի, որ դա գուցե սեքսուալ բնույթի ինչ-որ խայտառակ նկարահանումներ են, ձայնագրումներ են եւ այլն, որոնք իհարկե միշտ KGB-ի զինանոցում արկա են եղել եւ հիմա էլ արկա են, բայց դա չէր կարող ազդեցություն ունենալ Թրամփի վրա, ընդհակառակը, եթե ունենար, դրական ազդեցություն կունենար, որտեվ ամերիկյան հասարակությունը դրանից ոնց որ ասում են ժողովրդական լեզվով ասենք մանտրար չեր ընկնի, այլ ընդհակառակը։ Այստեղից ես հետևություն եմ անում, որ հնարավոր է, որ Պուտինը ավելի հզոր եւ այսպես ավելի լուրջ կոմպրոմատներ ունի Տրամփի հետ կապված։ Դա մեկ, բայց երկրորդը նաեւ այստեղ մի վարկածել կա, որը չի կարելի հաշվի չառնել։ Ես չեմ բացառում նաև, չնայած գնալով արդեն այդ վարկածին վերաբերվող տոկոսները փոքրանում են, բայց եւ այնպես մնում են։ Որ սա, գիտեք ինչ, շատ այսպես հեռավոր, այսպես հեռանկար ունեցող թակարդ է Պուտինի համար։ Լավ, այսպես նրան քնացնել, կարգին քնացնել, համոզել, որ հիմա արդեն Ամերիկան ձեր կողքին է, Ռուսաստանի կողքին է, Ուկրաինային կզրկեն ամեն տեսակի աջակցությունից, զենքերից, ֆինանսներից եւ այլն, այնպես որ Պուտին ջան դու հանգիստ քնի։ Ու այս քնած տեղը կացնահարեն այդ նույն Պուտինին, դա էլ չի բացառվում։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ ամենաառաջինը, որ մենք պետք է այստեղ ընդգծենք եւ մեզ համար դա ընդունենք որպես
դրական փաստ այն է, որ այդ միջադեպը, այդ սկանդալը վերջնականապես արթնացրեց Եվրոպային եւ կոնսոլիդացրեց։ Եվրոպացիները մեկ ժամ անգամ չանցավ այդ սկանդալից հետո, երբ մենք տեսանք Եվրոպայի արձագանքը։ Եվ ոչ միայն Եվրոպայի։ Այդ արձագանքներին միացան նաև Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, այսինքն փաստորեն կարելի ասել ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, ամբողջ ժողովրդավարական աշխարհը։ Եվ սա իհարկե Զելենսկու եւ Ուկրաինայի համար շատ լավ է, շատ լավ արդյունք է, որովհետեւ հիմա արդեն եվրոպացիները եւ ընդհանրապես ոչ միայն եվրոպացիները, այլ Ուկրաինային աջակցող երկրները էլ չեն նգնի այս կողմենկողմ, էլ բյուրոկրատական այսպես երկարաձգվող որոշումների հետևից չեն նգնի, այլ շատ արագ եւ օպերատիվ կերպով կլուծեն բոլոր տեսակի անհրաժեշտ հարցերը։ Հիմա արդեն մի քանի օր է մնացել, որ Գերմանիան կունենա նոր կանցլեր, դա կլինի Ֆրիդրիխ Մերցը, որը արդեն մի քանի բավականին այսպես հնչեղ հայտարարություններ է արել, եւ Գերմանիայի իհարկե քաղաքականությունը արդեն նոր թափ կստանա, նոր տեսք կստանա, նոր տրամաչափով կհայտնվի Եվրոպայի թատերաբեմում եւ եվրոպական հզորագույն երկրներ, որոնցից մեկը իմ հիշատակված Գերմանիան է, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, այդ վերջին երկուսը իմիջիալոց չմոռանանք, որ միջուկային զենք ունեցող երկրներ են եւ այդ մասին արդեն ասվել է, այդ թվում նաեւ լոնդոնյան վեհաժողովի ժամանակ, որպես Ռուսաստանը շատ վերջ թռնի իր այդ միջուկային զենքի օգտագործման ուրեմն տարբեր տեսակի սպառնալիքներով, այնպես որ հիմնականում ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ այն ինչ տեղի ունեցավ ուրեմն ձմռան վերջին օրը փետրվարի 28-ին Սպիտակ տանը, շատ դրական եւ շատ այսպես ձեռնտու մեզ համար, այսինքն մեզ ասելով ես նկատի ունեմ ողջամիտ մարդկանց համար, ժողովրդավարության արժեքները կրող մարդկանց համար շատ լավ արդյունք ունեցավ։ Այդքանը կասեմ այդ հարցի վերաբերյալ։ Եթե ձեր հետագա հարցերը նույնպես կապված կլինեն այդ միջադեպի հետ, ապա խնդրեմ ես կարող եմ այլ միջադեպի հետ չեն կապված, պարոն Վարդանյան, Զելենսկին այցելեց Մեծ Բրիտանիա, դրանից հետո տեղի ունեցավ նաև եվրոպական մի շարք երկրների առաջնորդների մասնակցությամբ Ուկրաինայի հարցով գագաթնաժողով, որից հետո Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը փորձելու են Թրամփի հետ քննարկել հրադադարի ծրագիր, առաջարկում են մեկամսյա հրադադար օդում ծովում եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա, սա չի ազդի գետնի վրա ռազմական գործողությունների վրա։ Ծրագրի երկրորդ կետն ըստ Մակրոնի ենթադրում է խաղաղության հաստատումից հետո եվրոպացի խաղաղապահների տեղակայում Ուկրաինայում։ Հիմա Թրամփի արձագանքի մասով ինչ սպասել։ Գիտեք ինչ, եկեք ես առաջարկում եմ սկզբից այսպես համեմատությամբ դիտենք այն ինչ տեղի ունեցավ Սպիտակ տանը եւ այն ինչպես դիմավորեցին Զելենսկուն Լոնդոնում։ Նախ ամբողջ ճանապարհի երկարությամբ Զելենսկուն դիմավորում էին հազարավոր մարդիկ Ուկրաինայի դրոշներով, տարբեր տեսակի պլակատներով ողջունում էին Զելենսկուն։ Բացի դրանից չմոռանանք նաև, որ նա արժանացավ թագավորի մոտ ընդունելությանը, դա էլ շատ կարևոր է։ Եվ ընդհանուր առմամբ այդ լոնդոնյան վեհաժողովը իհարկե արդեն տվեց եւ մոտ ապագայում կտա նաև բավականին ծանրակշիռ արդյունքներ, դրական իմաստով իհարկե։ Ինչպես ես արդեն ասացի, Եվրոպան կոնսոլիդացվեց, իսկ այդ լոնդոնյան վեհաժողովի ընթացքում այդ կոնսոլիդացումը նոր թափ ստացավ եւ այստեղ արդեն Եվրոպայում հավանաբար չմնացին որևէ
որևէ քաղաքական գործիչներ, դե չհաշված են Օրբան են Պուտինի շիստորկեքը չհաշված, Օրբան եւ Ֆիցոն, բայց Եվրոպայում դրանցից բացի այլևս չմնաց որևէ մեկը, ով որևէ կասկած ունի իրական վիճակի վերաբերյալ։ Այսինքն բոլորը շատ լավ գիտեն ով է հարձակվել, ով է ագրեսորը, ով է ագրեսորի առայժմ դեռ չեն կարող ասել զոհը նա զոհ չի էլ լինելու, արդեն պարզ է, քանի որ Զելենսկին իրեն դրսևորեց որպես ամուր, խիզախ, հետևողական երկրի ուրեմն ղեկավար։ Իմիջիալոց չմոռանանք հիշեցնել նաև, որ դեռ 22 թվականին, երբ Ռուսաստանը նոր էր պատրաստվում ներխուժել Ուկրաինա, որոշ արևմտյան երկրների գործիչներ առաջարկում էին Զելենսկուն հեռանալ երկրից եւ փրկվել այսպիսով, սակայն Զելենսկին այն ժամանակ էլ շատ այսպես իրեն բնորոշ հումորով եւ բավականին կտրուկ պատասխան տվեց, նա ասաց, որ մեզ տաքսի պետք չէ, մեզ զենք է պետք։ Հիմա փաստորեն նա սպիտակ տանել նույնն ասաց, երբ որ նրան փորձում էին նրա վզին փաթաթել այսպես կոչված ընդերքի հետ կապված պայմանագիրը, որի վերաբերյալ Թրամփն ասում էր, թե իբրև Ուկրաինան Միացյալ Նահանգներին $500 միլիարդ է պարտք, քանի որ մենք աջակցել ենք այդ գումարի եւ այլն, այնտեղ Զելենսկին բավականին չոր պատասխանեց, հիմնվելով փաստերի վրա եւ ասաց, որ Ուկրաինան ձեզ ոչինչ պարտք չի։ Փաստորեն նրա ասածների մեջ նաև եթե փակագծերը բացենք, ստացվում է այսպես, որ գիտեք ինչ, ոչ թե մենք ենք ձեզ պարտք, այլ դուք եք պարտք, որ մենք մեր զոհերի հաշվին, մեր թափված եւ թափվող արյան հաշվին պաշտպանում ենք ոչ միայն Եվրոպան, այլ նաև ձեզ եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Այդ միտքը հնչեց Զելենսկու այդ բավականին կտրուկ պատասխանների մեջ եւ դա շատ լավ է։ Եվրոպայի կոնսոլիդացիան եւ ուժեղանալը այս իրադարձությունների ֆոնին, պարոն Վարդանյան, սա Թրամփին կարող է անհանգստացնել, թե ոչ։ Թե Թրամփը ինքը շահագրգռված է, որպեսզի Եվրոպան ավելի ուժեղ։ Ես կարծում եմ, որ արդեն անհանգստացնում է, որտեղ չմոռանանք նաեւ, որ այդ Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալը շատ այսպես բացասական արձագանք ունեցավ նաեւ Միացյալ Նահանգներում։ Այդ թվում նաև հանրապետական կուսակցության շրջանակներում արդեն մի քանի բավականին ազդեցիկ հանրապետականներ իրենց զայրույթը հայտնեցին Թրամփին եւ մասնավորապես նաև J.D. Vance-ին եւ ամբողջ ամերիկյան հասարակությունը բավականին այսպես բարձր վրդովվածությամբ է ընդունել այդ ամենը եւ ես կարծում եմ, որ Թրամփը արդեն ափսոսում է իր արածի համար, Սա նշանակում է, որ հնարավորություն կա, որ նա քննարկելուց հետո Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ այդ հրադադարի ծրագիրը նաեւ դրան աջակցություն հայտնի։ Չի բացառվում։ Իսկ եթե այդպես եղավ, ուրեմն երրորդ վարկածը, որի մասին մենք խոսեցինք մեր զրույցի սկզբնամասում, ես նկատի ունեմ այն թակարդը, որը պատրաստում են Պուտինի համար, արդեն կարելի ասել թակարդը կաշխատի, որտեվ հենց որ Թրամփը, որը պահանջում էր Զելենսկուց ներողություն, այսպես մասսայաբար, որ Զելենսկին ներողություն խնդրի իր պահվածքի համար, որ ինքը կոստյումով չի եկել, չգիտեմ ինչով է եկել եւ այլն։ Իմիջիալոց այդ կոստյումի վերաբերյալ երբ որ խոսքը բացվեց, ուրեմն J.D. Vance-ի մեջքին կանգնած բաններ, դա լրագրողն էր այդ հարցը տվել, դա Թրամփի այսպես կոչված գրպանային լրագրողներից մեկն էր, որ ասեց, բա դուք ինչու կոստյումով չեք ներկայացել Սպիտակ տուն, սա անհարգանքի ինչ որ բան է, մենք այդպես ենք դա անցալում։ Ինձ մոտ մի անգամից հարց առաջացավ, իսկ երբ որ
մահմեդական երկրների առաջնորդները գալիս են իրենց սպիտակ շորերով, փապախներով, ոչ գիտես երկար խալաթներով, կամ երբ որ Հնդկաստանի վարչապետը գալիս է կներեք արտադրած կալսոններով սպիտակ, դուք ինչու չեք այդ նույն հարցը իրենց տալիս։ Դուք չեք հասկանում, միթե դուք չգիտեք, որ Զելենսկին դա արդեն 3 տարուց ավելին պատերազմի մեջ է, ծանր արունալի պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարը։ Իր կոստյումի մասին է խոսքը։ Իմիջիայլոց կոստյումի վերաբերյալ նույնպես Զելենսկին բավականին սրամիտ եւ կտրուկ պատասխան տվեց, նա ասաց, որ պատերազմից անմիջապես հետո նա կոստյում կհագնի։ Իհարկե չի կարող երաշխավորել, որ դա ձեր կոստյումից կարող է ավելի թանկը եւ ավելի լավը լինել, բայց եւ այնպես դա կլինի բավականին նորմալ կոստյում։ Այնպես որ այդ թեման եկեք վերջացնենք նրանով։ Հա, եւ վերադառնալով նախկին հարցին նորից հիշեցնեմ, որ շատ ջերմորեն ընդունեց Անգլիան Զելենսկուն, շատ ջերմոր։ Ոչ ոք այնտեղ հարց տվեց, բա ինչու կոստյումով չես, ինչի գալստուկով չես, ինչի բաբաչկա չես կապել։ Նման հիմար հարցեր ոչ ոք չտվեց։ Այդ թվում նաև թագավորը, Անգլիայի թագավորը, Չարլզ III-ը։ Այնպես որ այստեղ ինչ համեմատություն որ անում ես, Զելենսկը օգտին է։ Ոնց ուզում ես, որ կողմից նայում ես, Զելենսկը օգտուն է։ Այդ սկանդալը Զելենսկը օգտին է։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Եվ ընդհանուր առմամբ, պարոն Վարդանյան, պետք է արձանագրենք երևի, որ այս իրավիճակը համենայն դեպս պատերազմական, ռազմական գործողությունները դեռ երկար են շարունակվելու։ Դժվար է ասել։ Ես չեմ կարծում։ Եվ Թրամփի այդ անհապաղ դադարեցնելու, կարճ ժամկետներում դադարեցնելու այդ հայտարարությունը խոստումը ըստ էության չի կատարվել։ Գիտեք, դա անմիջականորեն ես կարծում եմ կապված է այդ տեղի ունեցած միջադեպի հետևանքների հետ է կապված։ Թե ինչպիսին կլինեն այդ հետևանքները։ Այ մենք քիչ առաջ խոսեցինք այդ մասին։ Դուք ասացիք, որ Ստարմերի եւ Մակրոնի եւ մոտ ժամանակներս նաեւ ուրեմն Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ուրեմն արձագանքներից հետո Թրամփը կարող է արդեն 180 աստիճանով փոխել իր վերաբերմունքը եւ իր մտածելակերպը այդ հարցի շուրջ եւ այստեղ արդեն կաշխատի թակարդը, ոնց որ ես ասացի։ Այնպես որ այստեղ հիմա դժվար է կանխագուշակել, կարող է պատերազմը նույնիսկ 2-3 շաբաթ հետո էլ ավարտվի։ Դա շատ հնարավոր է։ Պատկերացրեք, որ եթե հանկարծ տեղի ունենա այն, ինչի մասին մենք քիչ առաջ խոսեցինք, այսինքն Տրամփը վերջապես այսպես ճակերտավոր ասենք, խելքի գա եւ նորից զբաղեցնի այն դիրքորոշումը, այն դերակատարությունը, որը սպասում են միշտ Միացյալ Նահանգներից, եւ Ուկրաինային հատկացնի մի քանի 100, եթե ոչ մի քանի հազար տամագավքներ, օրինակ, Գերմանիան էլ հատկացնի տաուրուսներ, դե Պուտինը պետք է ուղղակի հանձնվի, փասափուսեն հավաքի ու թողի ռադը քաշի Ուկրաինայի տարածքից։ Այն էլ ոչ միայն 22 թվականի սահմանները ես նկատի ունեմ, այլ 91 թվականի սահմաններից, որովհետև Պուտինը եւ ոչ միայն Պուտինը, այդ նույն Թրամփի երկիրը ստորագրել են, չէ, Բուդապեշտի բանը, ոնց է դա կոչվում, մեմորանդումը, հա, այն մասին, որ
երկրները ճանաչվում են այն սահմաններում, որոնք ձևավորվել են երկրորդ միջազգային երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այնպես որ ամեն ինչ կարող է։ Իսկ այն պնդումները կամ երկու շաբաթից կամ երկու ամսուց կամ գուցե 1 տարուց, ես չգիտեմ։ Աստված տա որ դա շուտ լինի, որտեվ ափսոս են այն ուկրաինացի երիտասարդները, որոնք այնտեղ զոհվում են այդ պատերազմի դաշտում։ Ափսոս է։ Իսկ այն կարծիքները կամ պնդումները, որ Ռուսաստանին ձեռնտու չէ հրադադար, ձեռնտու չէ ռազմական գործողությունների կանխում, ոչ թե Ռուսաստանին։ Պուտինյան Ռուսաստանին որպես երկիր, Ռուսաստանին որպես ժողովուրդ իհարկե ձեռնտու է, բայց ձեռնտու չէ Ռուսաստանի ղեկավարությանը, որովհետև անմիջականորեն կապված է իրենց իշխանության երկարաձգման հետ։ Այն պահին, երբ որ պատերազմն ավարտվի, այն պահից հետո, երբ ռուսական պուտինյան զորքերը դուրս գան Ուկրաինայի տարածքից, վերջ կգա Պուտինյան ռեժիմին։ Դրանով Պուտինյան ռեժիմը կավարտվի, որովհետև ռեժիմի գոյատևությունը անմիջականորեն կապված է պատերազմի հետ։ Նախ ամբողջ էկոնոմիկան հիմա, ամբողջ տնտեսությունը հիմնված է այդ պատերազմի վրա։ Փաստորեն Ռուսաստանը ոչինչ չի արտադրում, էկոնոմիկայի որևէ հատվածում որևէ հաջողություններ չունի, այսինքն ոչինչ չի արտադրում, բացի զենքից ու զինամթերքից։ Եվ շատ ծանր եւ դժվար հաղթահարելի ճգնաժամի մեջ է հայտնվելու եւ շատ արագ, ոչ թե մի տարվա ընթացքում, այլ մի քանի ամսվա ընթացքում։ Արդեն այնտեղ այդ բանը փող տպելու այդ հաստոցները արդեն աշխատում են ամբողջ իրենց արագությամբ, իսկ այն չէ նշանակում, դա փող չի, որ տպում են, ֆանտիկներ են, դատարկ ֆանտիկներ են։ Պարոն Վարդանյան, անդրադառնանք նաև մեր տարածաշրջանին այս իրադարձությունների ֆոնին, ինչպես կգնահատեք իրավիճակը այս տարածաշրջանում, համենայն դեպս ընդհանուր առմամբ հանգիստ է, կարելի ասել, որ հանգիստ է, հայտարարություններ չկան առանձնապես աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված։ Ես ինչպես միշտ շատ տխուր եմ գնահատում այն ինչ կատարվում է մեր սիրելի Հայաստանում, բայց դրա հետ միասին նաև չեմ դադարեցնում իմ լավատեսությունը, իմ օպտիմիզմը մեր երկրի մոտ ապագայի վերաբերյալ, որովհետև ես կասկած անգամ չունեմ, որ շատ շուտով կհայտնվի մի նոր քաղաքական ուժ, որը կապ չի ունենա ոչ նախկինների, ոչ արկաների, ոչ մեկի հետ, ոչ մի հանցագործությունների հետ, ոչ մի ապաշնորության հետ, ոչ մի անպարկեշտության հետ, ոչ մի ուրեմն մեր ազգային պատմությունը մոռացության ենթարկողների հետ ոչ մի կապ չի ունենա։ Դա կլինեն նոր մարդիկ, դա կլինեն խելացի մարդիկ, ողջամիտ մարդիկ, հայրենասեր մարդիկ, բայց ոչ թե սուտ հայրենասերներ են, ուռա պատրիոտ, որ ասում են, որ այսպես կենացաճառեր են կարողանում ասել եւ դրանից են կողմ ոչ մի բան իրենցից չեն ներկայացնում, այլ կհայտնվեն իրոք հայրենասեր մարդիկ, որոնց քաղաքականությունը հիմնված կլինի ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների վրա, եւ Հայաստանի նման փոքրիկ երկիրը շատ հեշտ է ոտքի կանգնեցնել։ Գիտեք, մենք փոքր երկիր ենք, մի կողմից դա վատ է իհարկե, բայց մի կողմից էլ լավ է, որտեղ փոքրիկ երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում ենք, մեկս մյուսին շատ լավ ճանաչում ենք, շատ լավ գիտենք, ով ինչով է շնչում, ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչպես է հարստացել, ով ինչպես է կեղեքել, ով ինչպես է թալանել, սպանել, բռնաբարել եւ այլն։ Մենք ամեն ինչ գիտենք։ Դրա համար պետք չէ լինել ոչ դատախազ, ոչ դատավոր, ցանկացածին կանգնեցրեք հիմի փողոցում, հարցրեք ովքեր են մարտասպանները մեր երկրում, սկսած այն պահից, երբ որ մենք իբրև թե դարձել ենք անկախ երկիր, նրանք դες հերթով կթվարկեն անուններով, հայրանուններով։ Պարոն Վարդանյան, ինչ վերլուծություն ունեք Բաքվում ընթացող այդ շինծու դատավարությունների հետ կապված։ Որտեղ? Բաքվում հայ ռազմագերիների այդ դատավարության հետ կապված, գիտեք, ինչքան զգայուն է թեման, ներսում իրադարձություններ են տեղ ունենում դրա հետ կապված բողոքի ակցիաներ, հացադուլ։
Այն մեղադրյալները, որոնք այսօր հայտնվել են Ադրբեջանի դատարանում, հենց սկզբից ասեմ, ժողովրդի լեզվով այսպես, իմ աչքի լույսը չեն։ Ոչ մեկը, միայն մեկ բացառությամբ, որը իմ անձնական այսպես կյանքի հետ կապված անձնավորություն է, այդ մասին դա առանձին խոսակցություն է, այդ մասին ես հիմա չեմ ուզում խոսել, բայց այն ինչ կատարվում է Ադրբեջանում պետք է տեղի ունենա ոչ թե ադրբեջանական դատարանում, այլ այստեղ Հայաստանում։ Մենք պետք է դատենք, Հայաստանը պետք է դատի։ Դե ինչպես բերենք, որ դատենք, պարոն Վարդանյան։ Դե Հնարավոր է այդ մարդկանց ինչպես բերել են նույնպես կապված է այդ նույն հանգույցի հետ, որը պետք է քանդվի ամիջապես ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Այդ հանգույցը միանգամից քանդվելու է, միանգամից։ Եվ բոլորը կստանան իրենց պատիժը, այդ թվում նաև Ադրբեջանի ղեկավարը, այդ թվում նաև Ալիևը, որը բազմաթիվ հանցագործություններ է կատարել ոչ միայն հայ ժողովրդի դեմ, Հայաստանի երկրի դեմ, այլ իր սեփական ժողովրդի դեմ։ Այնտեղ 100,000-ավոր մարդիկ կան, որոնք քնում վեր են կանում եւ աղոթում են իրենց Ալլահին, որքան հնարավոր է ուրեմն վերջ տա այդ Ալիևի կյանքին։ Այստեղն է հասել արդեն շատ-շատերի։ Այդ թվում նաև ոչ միայն ադրբեջանցիների, հենց բնիկ ադրբեջանցիների, այլ տասնյակ հազարավոր լեզգինների, թալիշների եւ այլ փոքրամասնությունների, որոնք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ։ Այնպես որ ես կարծում եմ, որ վերջին հաշվով այն ոչ թե դատապարտյալները, այլ մեղադրյալները, որոնք այսօր գտնվել են ադրբեջանական դատարանում, նրանք կհայտնվեն այստեղ Հայաստանում եւ պատասխան կտան հայ ժողովրդին իրենց կողմից կատարած հանցագործությունների համար։ Առաջին հերթին հանցագործությունների, որոնք ուղղված էին Արցախի ժողովրդի դեմ, որոնց հաշվին այդ մարդիկ հարստացան, միլիոններ դիզեցին եւ այլն եւ այլն։ Այստեղ պատասխան կտան բոլորը։ Գիտեք ինչ, արդարությունը այնպիսի բան է, որ արդարությունը հնարավոր չէ վերացնել վերջականապես, դա հնարավոր բան չի։ Դա պատմական տրամաբանության արդյունք է լինելու։ Չի կարող։ Դուք ամեն ինչ կարող եք շրջանցել, ամեն ինչ կարող եք ինչ որ փախցնել, ինքներդ փախնեք, ինչ որ միտեղ պահկվեք եւ այլն, բայց արդարությունից եւ ճշմարտությունից պահկվել հնարավոր չի։ Միևնույնն է, վերջում, ամենավերջում, արդարությունը հաղթում է։ Եվ մենք այդ արդարության վկաները կլինենք անպայման։ Ես չեմ կասկածում։